2026 թվականը մեկնարկում ենք շարունակվող թանկացումներով։ Սպառողական գների ինդեքսը 2026 թվականի հունվարին կազմել է 3,8%։ 3,8% հավաքական միջինացված ինդեքսն է, բայց արդյոք այդ հավաքական ցուցանիշը լիարժեք եւ իրական ամբողջական պատկեր է հաղորդում երկրում տիրող թանկացումների վերաբերյալ։ Տեսեք, մենք շատ ենք խոսել այդ մասին, որ այդ միջինացված եւ հավաքական ցուցանիշները օբյեկտիվորեն նաև լիարժեք պատկեր չեն կարող ներկայացնել եւ Պարզ պատճառով, որ այդ սպառողական ապրանքների ցանկում ոչ միայն առաջին, այլ նաև օրինակ 10-րդ անհրաժեշտության ապրանքներ կան, որոնց գները հաշվի են առնվում միջինացված ցուցանիշների պարագայում։ Բայց երկրում իրական պատկերը հասկանալու համար, այդ լիարժեք, այդպես օբյեկտիվ իրավիճակը վերլուծելու համար իհարկե պետք է մեր հայացքն ուղենք հենց առաջին անհրաժեշտության ապրանք ծառայությունների գներին։ Ինչի համար էլ մեր առաջին նկարով առաջարկում եմ որոշակի բացվածք ներկայացնել սպառողական գների ինդեքսի այդ կուտակային հավաքական ցուցանիշների։ Տեսեք, խոսում ենք 3,8%-անոց ընդհանուր ցուցանիշի մասին, բայց դրա թվում օրինակ սննդամթերքը 2026 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թանկացել է 5,9%-ով։ Ալկոհոլային խմիչք ծխախոտ ապրանքախմբի թանկացումը կազմել է 9%-ով։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք մեր պատկերի աջ կողմում, աջ սյունյակում ներկայացված են գների փոփոխությունները նախորդ ամսվա, այսինքն 25 թվականի դեկտեմբերի համեմատ, եւ ինչպես տեսնում ենք, բացի հագուստ կոշիկ ապրանքախմբից, մնացածների պարագայում եւ հատկապես սննդամթերք ու առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում թանկացումներ արձանագրվել են ոչ միայն նախորդ տարվա հունվարի, այլ նաեւ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ։ Խոսեցինք այն մասին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների գների փոփոխությունն է այդ թանկացումների վերաբերյալ իրական պատկեր հաղորդում։ Դա հասկանալի է, դա կարծում եմ գնահատելի է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար եւ վիճակագրությունը չէ, որ դրա մասին պետք է գա ապացուցելու կամ ներկայացնելու։ Բայց այնուամենայնիվ կարևոր է հասկանալ, թե ինչով կարող են պայմանավորված լինել այս թանկացումները։ Տեսեք, վերջին շրջանում հարկային փոփոխություններ, որոնք ներկայացվում են բարեփոխումների իբրև, բայց իրականում բավական լուրջ խնդիրներ ունեին, գույքահարկի բարձրացում, տրանսպորտային ծառայությունների թանկացում։ Սրանք թեմաներ են, որոնց մենք ինքներս հենց այս տաղավարից ունեցել ենք անդրադարձ եւ այդ թվում հայտնել մտահոգություններ, որ այդ ամենը հանգեցնելու է շղթայական թանկացումների։ Այսօր արդեն տևական ժամանակ է այդ թանկացումների ներքո ենք, ընդ որում հենց առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, ինչը էական եւ լուրջ հարված է քաղաքացու գրպանին։ Ասել, որ այդ թանկացումները բացառապես այդ փոփոխություններով են պայմանավորված, իհարկե եւս օբյեկտիվ չլինի։ Այդտեղ կա արտաքին գնաճային ճնշումները, կա ներքին որոշակի պահանջարկի աճը, կա նաեւ արտաքին պահանջարկը, այսինքն Հայաստան տեղափոխվածների կամ օրինակ զբոսաշրջային այցերով պայմանավորված ձևավորված պահանջարկը, ինչը օբյեկտիվորեն պիտի հանգեցներ դրան։ Կա որոշ ուղղություններում եկամուտների որոշակի աճով պայմանավորված պահանջարկի աճը, որը իհարկե խթանում է, առաջացնում է գնաճ, բայց իհարկե այս պարագայում ցանկացած լրացուցիչ գործոն, որը պիտի նպաստեր եւ նպաստում է գնաճի արագացմանը, այսինքն ել ավելի մեծ թանկացումներին, իհարկե սոցիալական լուրջ խնդիր է։ Մենք խոսեցինք այդ փոփոխությունների մասին, անգամ եթե դրանց ազդեցությունը գնաճի վրա բավական ցածր է, մինչդեռ այդ հարցը ինքնին հարցական է, բայց անգամ եթե այդ ազդեցությունը փոքր է, միևնույն է դա սոցիալական լուրջ խնդիրներ առաջացնում է, նորից պիտի կրկնեմ, փորձագիտական դաշտի մեր գործընկերների կողմից բազմիցս բարձրաձայնված եւ որպես մտահոգություն ներկայացված։ Հաջորդիվ մեր երկրորդ նկարով առաջարկում եմ հենց պարենամթերքի, առաջին անհրաժեշտության պարենամթերքի որոշ տեսակների գների փոփոխություններին ուշադրություն դարձնել։ Այստեղ իհարկե շատ քիչ ցանկ է ներկայացված, բայց այդ թվում ալյուր, մակարոնեղեն, մսամթերքի որոշակի փոփոխություններ, կատնամթերքի գների փոփոխություններ, կարագձետ եւ այս շարքը իսկապես շարունակելի է։ Դրանց պարագայում մենք ունենք բավական լուրջ գների փոփոխություն, գների աճ։ Եվ նորից պիտի կրկնեմ, որ հատկապես ուշադրության արժանի է հանգամանքը, որ այդ աճը ոչ միայն նախորդ տարվա հունվարի համեմատ է, այլ 2025 թվականի դեկտեմբերի։ Ինչով է պայմանավորված ուշադրության այս սևեռումն այդ հանգամանքին։
Տեսեք, տարեվերջին մենք էլի անդրադարձել ենք գների փոփոխությանը, թանկացումներին, նշելով, որ այստեղ որոշակի օբյեկտիվ հանգամանք կա առ այն, որ օրինակ նախատոնական եռուզեռով եւ ներքին պահանջարկով պայմանավորված, մասնավոր դրամական փոխանցումների սեզոնային ակտիվությամբ աշխուժացման պայմանավորված այդ գնաճը ունի օբյեկտիվ որոշակի հիմքեր եւ նախադրյալներ։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ հունվարին անգամ նախորդ ամսվա նկատմամբ այդ եռուզեռի պայմանական ասած եռուզեռ ապահովող ամսվա համեմատ մենք ունենք շարունակական թանկացումներ։ Սա արդեն իսկապես ահազանգ է առ այն, որ մենք հաստորեն շատ լուրջ գների աճի միտման հետ գործ ունենք, ինչը ենթադրում է գործողություններ կամ առնվազն ուշադրություն։ Գործողություններ, եթե օրինակ նույն վերաֆինանսավորման տոկոսադրույքի տեսքով դիտարկելու լինենք, ապա այդ հավաքական ինդեքսը 3.8%-անոց ցուցանիշը գների, դա կառավարելի թիրախային տիրույթում է։ Հետևաբար Կենտրոնական բանկի կողմից առանձնապես մեծ գործողությունների կամ կտրուկ գործողությունների սպասելը իհարկե այս պարագայում այնքան էլ օբյեկտիվ չէ, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որը ենթադրաբար գնաճը կարգավորելու համար է, բայց դա բացասական ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա։ Հետևաբար կրկին ուշադրությունը կամ օրինակելի եւ սպասվող գործողությունները պետք է ունենան սոցիալական բնույթ եւ պետք է ունենան իրական եւ ներառական տնտեսական աճ ապահովելուն միտված գործողություններ եւ քաղաքականություն։ Այդպիսիք գոնե այս պահին առանձնապես մեծ արդյունավետություն ապահովող եւ իրական սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից կարծես թե այնքան էլ չեն նշмарվում։